Ես անհայտ կորածի ծնող եմ։ Կամավորին գնացել է 5 տարի սպասում եմ չկա։ Այդ գերիներն է բաց չեն թողնում որ գան։ Ինձ նման մերը ինչ անի։ Ես սա գշերը չեմ քոնում բացում եմ։ Իմ 74 թիվն է իմ տղաս։ Կամավոր գնաց ասացի Նելսո մի գնա։ Չլսեց։ Ես ճանապարհ հետևից վազեցի ասացի Նելսո մի գնա։ Ասաց մամա մեկ եք մեղավոր է որ քշեր չեք տարել ատել ծովը, այսօր նորից մեզ որ ավտոմատ չբարձրացնեն։ 5 տարի աշկս ճամփին չկա իմ բալաս։ Վերջին անգամ երբ եք զրուցել ձեր տղայի հետ։ Դե որ գնացել է այնա, էլ չեմ տեսել։ Առաջի օրը հենց որ սեպտեմբերի 27-ին որ կրակեցին գնաց էտա, էլ չեմ տեսել։ Կես ճանապարհ հետից գնացի վազեցի ետ չդարավ գնաց։ Չեք զանգել, չի զանգել ձեզ։ Չէ։ Պարտական ընկերներից զեսը չեն զրուցել, չեն ասել ինչտեղ եք։ Բոլորն դոպոստում էին, կարախամբալի լա կրբի դաշտում էին։ Դե մի մասը եկավ, մի մասը չեկավ։ Դե ասում են գերի յավի։ Տեսնող էլ եղավ, որ գերի են, թուրքերը վերցրել են, գերի են վերցրել։ Ոչ թե մենակ իմ տղան, 160 հոգի Ալիևի մոտ գերի են։ Տեսանյութեր եք տեսել, որտեղ որ ձեր որդին է։ Դե ես գնացել եմ դենկատուվել, դենկա պատասխանել է, որ ընդեղ չի, խալաձելնիկը չի, ամենտեղ հայտնել եք, իմ աղջիկը ստեղալ է, հիմա գնացել է Ռուսաստան, ամեն անգամ գնում էր Երևան, ժողովների մասնակցում բան, դե հիմա ասմա գերի են, մենք գիտեք, որ գերի է։ Դե գերիները ամեն անգամ ասում, բաց են թողում, հորախը չեն բաց թողնում, չեն ասում դրանց մարերը սպասում են անհամբեր։ Ում եք մեղադրում։ Ում է Փաշինյանն է մեղադրում։ Դիկարլի է, տները քանդեց, գերեզմանները քանդեց, հողերը վերցրեց։ Մեզ դրաբստեղ ես անտանոտ միջավայրը 5 տարի, 76 տարեկան կինեմ, 3 տուն եմ թողել եկել ստե 5-րդ հարկում նստած եմ հիմա մենակ։ Աշկս ճամփին տեսեմ իմ տղաս որ գետ կգա, երկպես կթողեն գերիները գա։ Չարչար մեզ պահես մեծացնես, 10 րոպեի մնգնայր հետ չի դարնա։ Արցախում էիք, որ ձեր որդին գնաց։ Չէ, ես տանն էի ինձ մոտ, արամոտ ժամի 7-ի մեկացա, որ հավերի կուտան, տեսա կրակեցին, հենց գլխովս անցավ, ասացի թե զորավարժությունա բետի ծոր գնա, ես խեիմ գլխովս անցավ, հետո հարևանի տունը վազեցի, ինքը վազեց, որ գնաց, ես չդարավ, ասաց Սվետա, նորից կռիվը սկսել է, նորից հատի կռիվը սկսեց, ինքը գնաց, ինքը ոտից վիրավոր է, ինքը չպիտի գնա, կամավոր գնաց, ինքը խծապ էր կրվում ու լավ կրվող տղա է, մեդալ է տվել, ինքը չլսեց, որ հետ բարդան գնաց ու գնաց։ Զավակներ չունեք։ Չէ, այնք ամուսնացած չի։ Ինձ ունեմ 5 երախի մայր եմ, 4 տղա մի աղջիկ ունեմ։ Ես մեծ Թաղլար գյուղից եմ, ամուսնացած եկած Հադրութ, 72 թվին ամուսնացել եմ եկել Հադրութ, 5 երախի մայր եմ, 4 տղա մի աղջիկ։ Հիմա որ կռիվը սկսել է, իմ եղբոր տղաս հորը ասել է պապա նստիր մաշինեն գնակ, նորից կռիվը սկսել է, ասել է դու վախում ես, դու գնա կինդ երեխեքդ վերցրու գնա, ես չեմ գալիս, թուրքը մեզ Թաղլարի տեղը ինչ է իմանում, քունեմ թուրքի մաման, քունու ինչ, թուրքը ինչ է իմանում մեզ Թաղլար գյուղի, չի եկավ, տղայի հետ չգնաց, թուրքերը որ եկան անտարով մտան գյուղի մեջը, մենք գյուղից անտարի մոտիկ էիք, այդ թուրքերը ենալար իմ եղբայրս գնաց գյուղամեջն էր գնում, շրջապատեցին եղբորը սպանեցին, հենց իրաց տանը մոտ, մին անից դյակը դհն կացկացավ, մին ուրիշ տղա գյուղացի, գնաց որ եղբորը դյակի մանգատ գնաց տեսավ անունը Սլավիկ 52 թիվնա,
Տեսա, որ 52 թիվ գրած Սլավիկի դիակը դնգած եկավ Ստեփանակերտ, այն ժամանակ մերոք Ստեփանակերտի, եկավ հայտնեց, գրաստին գրեստը միլիցիայով գնացին դիակը բերան Ստեփանակերտ հողին հանձնեցին։ Այսինքն դաջվածքից են ճանաչել։ Հա։ Դաջվածքից են ճանաչել։ Ճանաչեցին բերան։ Ինչա զոհված 44-րդ պատերազմի մասին, ախ։ Չէ, 20 թիվին հենց որ կռիվը սկսելա։ Ինքը զոհվածի հերա, յուրան տղան գնացել է Մարտունի ծառայելի սերեղա։ 4 ամիս մնացել որ կռիվը վերջանա, մինան կողել են 8 մի անգամից մահացել են, յուրան տղան էլ մեջին Արտուրը։ Ինքը անհայտ զոհվածի հերա։ Թուրքերը սպանեցին յուրան տանը մոտը։ Հիմա դիակը Ստեփանակերտա, մի դիակ էլ չունենք բոլորս, ոնց մեկ եք ծրված, ինձ էլ մեր գերեզմանները տարբեր տեղով ծրված են, մեկը Ստեփանակերտ, մեկը Ելաբոլորով, մեկը միտեղ։ Ուզում եք էլի վերադառնալ Արցախ։ Անպայման, որ տան գյուղ, ես կգնամ 3 տուն եմ թողել եկել, լծած տներ, ոչ չեմ գնա, իմ հայրենիքս ա, իմ գյուղս ա, իմ օդս ա, ես անպայման կգնամ։ Բա ոչ չի գնաս քո իստեղ ինչքա ես անծանոթ միջավայրում, մեկը չի ասում դով ես, ինչ ես, մեկը դուրը չի հակում մտնի ասի, այս տատը մենակ տանը մահացել ա, ապրում ա, բա մենք տեհց էիք, լա ապրում է, մենք բոլորին հասնում էիք, օգնում էիք, բա ոչ չի գնամ իմ տունս, 3 տուն եմ թողել լծած, 76 տարեկան կին եմ 5 երեխի մայր եմ։ Ձեզ օտար եք զգում։ Հա, ես կարում չեմ սա հարմարել, կարում չեմ, սա գշերը չեմ քնում, լացում եմ։ Բալկոնին կաղնում եմ, նայում եմ, ասում Երանի մեկը, Ներսոնի մաշինը մը դրած բերի ասել, Սվետա Ներսոնը բերել է։ Ինչ ուրախություն կլինի ինձ համար։ Առաջի բալասա, որ ուտնում էլա ոնց եք ուրախացել։